Բարև ձեզ, Հորիզոնը սկսում է աշխատանքը։ Այսօր առավոտյան ժամը 9:26-ին Սպիտակ քաղաքից 6 կիլոմետր հյուսիս-արևելք օջախի 10 կիլոմետր խորությամբ 4.6 մագնիտուդով երկրաշարժ է արձանագրվել։ Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել։ Այս մասին հայտնում է ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ Փրկարար ծառայությունը թիմերի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։ Հարգելի քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդատվություն ստանալու համար զանգահարեք ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին։ Այսօր մարտի 8-ն է, կանանց միջազգային օրը, ինչի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է եղել։ Մարտի 8-ը պետք է նաև հանրային համերաշխության օր լինի եւ ավելի ու ավելի է դառնում այդպիսին։ Սեռային մրցակցության կամ պայքարի կամ գերակայության մշակույթը հին է եւ անկենսունակ։ Հարգանքը, գնահատանքը, ստեղծարար ջանքերի, կրթության ու աշխատանքի քաջալերումն ավելի ու ավելի են գծվում մեր կանանց ու տղամարդկանց հարաբերություններում եւ սա քաջալերող է։ Հենց այս հենքի վրա պետք է կառուցվեն մեր հանրային հարաբերությունները։ Ի վերջո մարտի 8-ի ծաղիկներից անդին հայրենիք պետությունն է, որը պիտի նույնքան ծաղկուն լինի, որքան մարտի 8-ը։ Կրկին շնորհավորում եմ մեր բոլոր տատիկներին, մայրիկներին, քույրերին ու դուստրերին մարտի 8-ի առիթով, ասվում է վարչապետի ուղերձում։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել։ Ընտանիքի միջոցով փոխանցած աուդիո ուղերձում Վարդանյանն անդրադարձել է արդար դատավարության իրավունքին։ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ուղերձ է հղել, անդրադառնալով արդար դատավարության իրավունքին։ Վարդանյանը նշել է, որ այն պետք է անցկացվի բաց եւ միջազգային վերահսկողությամբ։ Նա ասել է, որ հացադուլը պայմանավորված չէ իր վիճակով կամ մեկուսարանում իր պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ հացադուլի մեջ էր։ Хочу еще раз подчеркнуть, что Ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ իմ այս որոշումը ոչ մի կերպ պայմանավորված չէ ինձնով, իմ վիճակով կամ մեկուսարանում իմ պայմաններով, ինչպես անցած անգամ, երբ 20 օր շարունակ մինչև ապրիլի 24-ը գիշերը 12-ը հացադուլի մեջ էի։ Սա բողոք է ընդդեմ գործընթացի, ընդդեմ նրա, թե ինչպես է իրականացվում այս դատական պրոցեսը։ Ես գիտակցել եմ ինչ եմ գնում, պատրաստ եմ եղել եւ պատրաստ եմ ավելի վատ պայմանների։ Ես գոչ եմ, ինձ պետք չէ խղճալ, քանի որ սա գիտակցված որոշում է։ Իմ պահանջները նույնն են, եթե դատում եք, դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ, իմ գործը արհեստականորեն մի առանձնացրեք։ Ինչու է իմ գործը առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից։ Վարդանյանը նաև կոչ է արել Բաքվին չխախտել սեփական օրենքներն ու ընթացակարգերը։ Մի կեղծեք փաստաթղթերը, մի նենգափոխեք արձանագրությունները, չէ որ դուք ամեն ինչ ունեք, իմ բոլոր գաջետները, իմ բոլոր փաստաթղթերը, դատը մի դարձրեք ձևական դատավարություն, իմիտացիա, շոու։ Եթե դատում եք, դատեք ճիշտ, դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին, ու եթե դուք դա չեք հասկանում, ուրեմն դա մեծ ողբերգություն է, քանի որ սա ողջ պատմության հակամարտության վերջը չէ, այլ ընդամենը հերթական փուլը, ի ափսոսանք բոլոր կողմերի։ Իր խոսքում Վարդանյանը նաև նշել է, որ լավատես է ու հավատում է, որ կհաղթահարենք բոլոր մարտահրավերները։ Ես լավատես եմ եւ հավատում եմ, որ չնայած այս ամենին հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները եւ նորից ապրելու ենք մեր հայրենիքում, հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց։ Հավատում եմ, որ կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ։ Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված։ Արցախի նախկին պետնախարարը շնորհակալություն է հայտնել իրեն աջակցելու այնտեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար։ Լյոխ լավա լինելու ուղերձն այսպես է եզրափակել Վարդանյանը։ Շանթ հեռուստաընկերություն, Հորիզոն։
2016 թվականի Ավրորա մրցանակաբաշխության եզրափակչի մասնակից պակիստանցի հայտնի իրավապաշտպան Սաիդա Ղուլամ Ֆաթիման հայտարարել է, որ մտադիր է մեկնել Բաքու անձամբ ներկա գտնվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Armenpress-ի հաղորդմամբ հայտարարությունը տարածվել է Free Armenian Prisoners X-ի միկրոբլոգում։ Հեշտ է դատապարտել անարդարությունը հեռվից, բայց իրական փոփոխությունը գործողություն է պահանջում։ Ահա թե ինչու ես որոշեցի մեկնել Բաքու ներկա գտնվելու Ռուբեն Վարդանյանի դատավարությանը։ Խնդրում եմ միացեք ինձ համերաշխության դրսևորման մեջ, եթե կարող եք, գրել է Ֆաթիման։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին նամակ է եղել Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող падգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը։ Եվրախորհրդարանականն իր նամակում ընդգծել է, որ Վարդանյանի կալանավորման եւ դատավարության հետ կապված խնդիրները չեն համապատասխանում միջազգային դատաիրավական չափանիշներին։ Եվրոպական միության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ուշադրությունը Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի եւ մյուս հայգերիների ներկայդրության վրա ուղղելու նպատակով նրան նամակով դիմել է Եվրոպական խորհրդարանում Լյուքսեմբուրգը ներկայացնող падգամավոր Ֆերնանդ Կարթեյզերը։ Դատավարության եւ կալանավորման հետ կապված խնդիրներից բացի Կարթեյզերը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի սկսած հացադուլը եւս մեծացրել է մտահոգությունները, քանի որ նրա առողջական վիճակը կտրուկ վատթարացել է, ինչը վտանգ է ներկայացնում նրա կյանքի համար։ Պարոն Վարդանյանի հետ միասին Ադրբեջանում պահվում են եւս 22 հայեր, որոնց իրավունքները խախտվում են։ Նրանց կալանքը հակասում է միջազգային իրավունքի նորմերին։ Հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, խորապես երախտապարտ կլինեմ, եթե դուք ցուցաբերեք ձեր աջակցությունը այս հարցում։ Վստահ եմ, որ Եվրամիության կողմից ձեռնարկված կոնկրետ քայլերը կարող են էականորեն օգնել այս կալանավորված անձանց։ Կա աճող մտահոգություն, որ նրանք կարող են օգտագործվել որպես պատանդներ։ Նամակում падգամավորը կոչ է արել դիտարկել հայգերիների անհապաղ ազատ արձակման հարցով դիմելու հնարավորությունը, իսկ դրանից հետո աջակցել նրանց ապահով վերադարձին Հայաստան։ Եվրախորհրդարանականն իր նամակը եզրափակել է նշելով, որ այս ամենը անշուշտ պայմանավորված է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև առկա բարդ հարաբերություններով։ Նախորապես հույս է հայտնել, որ Եվրոպական միությունը կշարունակի նպաստել այդ հարաբերությունների բարելավմանը եւ կօգնի պաշտպանել Հայաստանի իրավունքներն ու անվտանգությունն այս պայմաններում։ Ու անվտանգությունն այն պայմաններում, երբ ցանկացած պահի կարող է բռնությունների նոր բռնկում լինել։ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացին նշել է, որ կարևորում է միջազգային հանրության ուշադրությունն այս կարևոր հարցին։ Քանի որ մենք ունենք խումբ, անձանց, որոնք ապօրինի կերպով ազատությունից զրկված են, նշված պետությունում ըստ էության գաղափարային է, որ միանշանակ բոլորի իրավունքների պաշտպանությունը պետք է առաջնահերթ լինի, իհարկե մտահոգությունները շատ են, սկսած խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի այլ ձևերի հնարավոր իրավիճակներով եւ այլն, եւ ես ինքս բազմիցս նշել եմ, որ անկախ նույնիսկ այս ամեն ինչից ըստ էության չի կարելի պատկերացնել անկախ եւ անկողմնակալ դատավարություն Ադրբեջանում էթնիկ հայերի նկատմամբ եւ այս առումով նաեւ ես ողջունում եմ ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարի հայտարարությունը հարցի հետ կապված։ Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Տյուրկը մարդու իրավունքների խորհրդի 50-րդ նիստում կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայգերիներին։ Կոչին ի պատասխան Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն նշել է, որ արդարության հասնելը պահանջում է պատասխանատվության ենթարկել բոլոր նրանց, ովքեր մեղադրվում են իր խոսքով պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների, ռազմական ագրեսիայի, խոշտանգումների եւ այլ ծանր հանցագործությունների համար։ Զվարթ Ղազարյան, Հորիզոն։ Շարունակվում են զինված բախումները Սիրիայի հյուսիս-արևմուտքում, կառավարական ուժերը երկրորդ օրն է փորձում են ճնշել այնտեղ բռնկված ապստամբության փորձը։ Թեմայի շուրջ գործընկերս Արտակ Հովհաննիսյանը զրուցել է Արտյոմ Երկանյանի հետ։ Ապստամբությունը նախաձեռնել են Ասադի կողմնակիցները, Ալևի համայնքը ներկայացնող զինվորականներ են, հիշեցնեմ, զինված ուժերի էլիտան Սիրիայում Ասադի օրոք միշտ ալևիներից է բաղկացած եղել եւ ամենաշատը հենց այս համայնքն է տուժել թուրքամետ ուժերի
իշխանության գալու արդյունքում։ Եվ ահա ալևիների այդ զինված խմբերը սպանել էին 3 առաջին օրը 13 ոստիկանի եւ հատուկ ծառայության աշխատակցի, ինչից արդեն հետևեցին ավելի ակտիվ բախումները։ Եվ այդ ալիքը ճնշելու համար Դամասկոսից Լատակիայի եւ հարևան շրջաններ իշխանությունները ուղարկել են ավելի քան 15000 զինվորական։ Երեկ եւ այսօր լուրջ մարտեր են տեղի ունեցել երկրի հյուսիս-արևելյան հատվածի մի շարք քաղաքներում եւ արվարձաններում։ Եվ տեղեկություններ կան այն մասին, որ կառավարամետ ուժերը մտնելով քաղաքներ եւ բնակավայրեր սպանում են նաեւ խաղաղ բնակիչների, ովքեր աջակցում են Ասադին եւ ալևիների համայնքին են պատկանում։ Երկու կողմերից զոհվածների թիվը 100-ի է մոտենում։ Կառավարամետ ուժերը ոնց հասկանում եմ այսօր արդեն վերահսկողության տակ են առել Լատակիան, Տարտուսը եւ Ջեբլան, այդ 3 քաղաքները ապստամբության կենտրոնն են եղել, սակայն Ասադին հավատարիմ ալևիական ուժերը շարունակում են վերահսկել այդ քաղաքների արվարձանները եւ գյուղաբնակ շրջանները։ Մի մեծ խումբ Ասադի կողմնակիցների թուրքամետ կառավարական ուժերը կարողացել են մեկուսացնել, գերեվարել եւ նրանց թվում է նաեւ ապստամբության առաջնորդներից մեկը Գիաս Սուլեյմանը։ Թուրքական մամուլը գրում է, որ հնարավոր է այս ամենի այս ակտիվության ետևում լինի կանգնած Թեհրանը։ Եթե դա այդպես է, պետք է սա ամենը մեկնաբանենք որպես Թեհրանի կողմից առաջին հերթին Անկարային ուղղված ինչ-որ ազդակ, ինչ-որ զգուշացում, ակնհայտ է, որ Թեհրանը բազմաթիվ հարցեր ունի վերջերս Անկարային ուղղված եւ միգուցե այս հարցերի ձևակերպման մեթոդեր այս ակտիվացմանը Թեհրանի կողմից աջակցելը։ Արդյոք հայտնի է, որ թվարկածը շրջաններում հայերել կան, նրանց վիճակը ինչպիսին է։ Այո, Լատակիայում հայերը քիչ չեն, իսկ այդ քաղաքը այդ զինված բախումների կենտրոններից մեկն է, 3 քաղաքի կենտրոնում էին անգամ զինված բախումներ տեղի ունենում։ Մինչ վերջերս Լատակիան հայերի համար Սիրիայի ամենահանգիստ տեղն էր, եւ երբ Հալեպում բախումներ էին, հայերը Հալեպից հենց Լատակիա էին տեղափոխվում։ Այժմ հակառակ իրավիճակ է, Լատակիայից շատերը մեր հայրենակիցներից ցանկանում են տեղափոխվել այլ շրջաններ, բայց դա շատ վտանգավոր է, քանի որ ճանապարհները եւս փաստորեն ոնց հասկանում եմ փակ են։ Համայնքային կառույցները դիմել են Լատակիայում ապրող հայերին, կոչ անելով իրենց դուրս չգալ տներից եւ սնունդով պաշարները ապահովել։ Եկեղեցին եւ դպրոցը արդեն 3 օր է ինչ չեն գործում։ Համայնքային կառույցները ստեղծել են աջակցության շտաբ, որում կան բժիշկներ եւ կամավորներ, անհրաժեշտության դեպքում մեր հայրենակիցները կապ են պահպանում, կապ են հաստատում այդ շտաբի մեր հայրենակիցների հետ։ Կառավարամետ ուժերն են վերահսկում քաղաքը, բայց Լատակիայի հայերը շատ լավ գիտեն, որ իրականում դա հենց այն թուրքամետ զինյալ խմբավորումների ներկայացուցիչներն էին, ովքեր 14 թվականի մարտին գրավել էին Քեսաբը եւ այնտեղ հայերի ջարդ էին իրականացրել։ Ջեփհատ Ասնուստրա խմբավորումը Քեսաբում 7 հայեր սպանել, մի քանի տասնյակ հայերին պատկանող տներ եւ խանութներ էր ոչնչացրել, եկեղեցիներ վնասել, համայնքային կենտրոններ հրկիզել։ Այսինքն հայերը հիշում են այդ մարդկանց, այդ կազմակերպությանը եւ ոչ մի լավ բան այդ մարդկանցից իհարկե չեն սպասում։ Այսօր ցերեկը տեղեկություն եկավ առայժմ չստուգված այն մասին, որ Թուրքիայի սահմանը հատել են մի քանի 100 ռազմական զինվորական մեքենա եւ Թուրքիան զորք է մտցնում նաեւ Հալեպի եւ Իդլիբի նահանգ։ Եթե այս տեղեկությունը հաստատվի, կարծում եմ հայերի մոտ դա նույնպես հազիվ թե լավատեսություն առաջացնի։ Արդյոք իսկ Սիրիայի մյուս շրջաններում համեմատաբար կայուն է։ Տարբեր շրջաններում տարբերպես ակտիվություն է, բռնկումներ են տեղի ունենում, հյուսիսում նույնպես ուր քրդեր են ապրում, իդեպ ալևիները դիմել են քրդերին եւ դրուզերին աջակցություն ակնկալելով, այդ թվում նաեւ զինված աջակցություն, բայց իհարկե ամեն համայնք իր մասին է մտածում այն բանից հետո, երբ
քրդական ջոկատներից մի քանիսը հրաժարվեցին կատարել Աբդուլլա Օջալանի կոչը եւ զենքը վայր չդրեցին, թուրքական ուժերը սկսեցին նոր արշավ քրդերի դեմ։ Արդեն մի քանի օր է ինչ թուրքական ռազմաօդային ուժերի ինքնաթիռները հարված են հասցնում քրդերի հանգրվանների ուղղությամբ։ Վերջին շաբաթների ընթացքում 26 քուրդ է սպանվել թուրք զինվորականների կողմից։ Իր հերթին Իսրայելն է շարունակում հարված հասցնել արդեն երկրի հարավ արևմտյան շրջանում։ Իսրայելի պաշտպանության նախարարը ասել է, որ եթե դրուզների համայնքը աջակցության կարիք ունենա, Իսրայելը այդ կարիքը իրենց կցուցաբերի։ Այսինքն արդեն մի քանի օր է, ինչ Սիրիայի տարբեր շրջաններում է բավական լուրջ լարվածություն, ինչը վկայում է այն մասին, որ թուրքական սցենարը կարծես թե չի գործում։ Շնորհակալություն Արցախ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վստահ չէ Ռուսաստանի հետ հակամարտությունը դադարեցնելու Կիևի պատրաստակամության մեջ եւ սպառնացել է դադարեցնել Ուկրաինային օգնությունը։ Ես չգիտեմ, թե արդյոք նրանք ցանկանում են լուծել խնդիրը։ Եթե պարզվի, որ նրանք չեն ցանկանում, ապա մենք այլևս չենք ներգրավվի, ասել է նա լրագրողներին Սպիտակ տանը, քննարկելով, թե արդյոք կշարունակի աջակցել Կիևին։ Միևնույն ժամանակ Թրամփը դեռևս ենթադրում է, որ ի վերջո կկարողանա լուծում գտնել ուկրաինական ճգնաժամի համար։ Կարծում եմ, վերջում մենք ամեն ինչ կլուծենք, հավելել է Միացյալ Նահանգների նախագահը։ Արգենտինայի հարավում տեղատարապ անձրևները դարձել են հեղեղների պատճառ։ Բուենոս Այրես նահանգի Բայա Բլանկա քաղաքում ջրհեղեղի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել, ավելի քան 1000-ը տարհանվել։ Հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը կաթվածահար է արել երթևեկությունը։ Քաղաքի փողոցները վերածվել են հորդահոս գետերի, ցեխաջրերի ուժեղ հոսքը քշում տանում է մեքենաներն ու մոտոցիկլետները։ Քաղաքի մեծ մասը մնացել է առանց էլեկտրականության, փակվել են դպրոցներն ու օդանավակայանը, հետաձգվել են բոլոր միջոցառումները։ Տեղի իշխանությունների համաձայն տուժած բնակավայրերում տեղումների քանակը կազմել է 300 մմ, այնինչ քաղաքում տեղումների քանակն ամբողջ տարի կազմում է 600-ից 650 մմ։ Նահանգային եւ դաշնային ուժեր են բերվել օգնելու հաղթահարել բնական աղետի հետևանքը։ Այսքան ենք առանձնացրել այս ժամի համար, կհանդիպենք ժամը 15-ին առայժմ։